Իրենք ամբողջ օրը ձեզնից են խոսում, որպեսզի այսօրվա երիտասարդի ուղեղը բթացնեն եւ այդ երիտասարդի ուղեղի մեջ նստացնեն, որ այո դաշնակցությունը պատերազմի կուսակցություն է, որ երբ ձեզ օրենքով արգելեն քաղաքական գործունեություն իրականացնել, այդ երիտասարդը չընդվզի, իրենք ձեր համար չեն խոսում, իրենք այս սերնդի համար են խոսում, որ բթացնեն նրան։ Բայց մեր դեմ են խոսում եւ մեր գաղափարախոսության դեմ են խոսում, հետեւաբար իրենք վտանգը տեսնում են ստեղից։ Անշուշտ իրենք, տեսեք, ես նույնիսկ ասում եմ խորհրդային միության տարիներին դաշնակցության դեմ այդքան գրականություն, ֆիլմեր չի նկարվել, հակաքարոզություն չի արվել 70 տարիների ընթացքում, որքան սրանց այս ղեկավարման, այսպես ասած, այս Չարիկի կառավարության 7-8 տարիներին։ Մենք տեսնում ենք այդ ծավալը հակաքարոզչությանը, մենք տեսնում ենք այդ թիրախավորումը եւ ամբողջ պատմության կեղծումը ու ամբողջությամբ հակառակ կերպով ժողովրդին ներկայացնելը։ Մենք այդ տեսնում ենք, հասկանում ենք, հակադարձում ենք, պայքարում ենք։ Մի խոսքով շատ բան ենք վերաբերում այս ամեն ինչին, ցանկացած սցենարի պատրաստ ենք։ Ընդհանրափակվելուն որպես կուսակցություն։ Մենք սովոր ենք նաև անհրաժեշտության դեպքում այդ պայմաններում էլ աշխատել։